Վան գործողության մեր առաջնորդը Վազգեն Սիսիլյան, Նեմեսիս մեր ռեժարոններից, մեր հրաշքտղաներից, մեր հերոստղաներից, որոնք որ Թուրքին չեն ներել, ինչպես մենք բոլորս չեն կարող ներել, չենք ների երբեք, Եղեռնի պատասխանատվությունը Թուրքի վրա է ու անպայման նրանք դրա պատասխանը տալու են։ Ու մենք Արևմտյան Հայաստան գնալու ենք, ես որպես Սասունցու շարավիղ, Վազգենը որպես Արևմտյան Հայաստանի շարավիղ, մենք հավատում ենք, որ անպայման գնալու ենք գալու օրը եւ մենք գնալու ենք Արևմտյան Հայաստան։ Ու արդեն Սասունում չենք լինելու որպես հյուր, լինելու ենք տանը։ Այս արձանը, այդ սիմվոլիկան է, մնացածը Վազգենը կպարվի։ Այս համալիրը բարձ է, մի 20-25 տարի առաջ կառուցվեց այդ կազմակերպության որոշումով, որ տեսնեք հիմնական քարերը լրիվ հավասար են իրար, այստեղ մեծ ու փոքր չի կա, բոլորը նվիրված սիմվոլներ են, ուշագործողն է հիմնական մեր թեմքը, այնպես որ այստեղի հաջորդը, եթե թվականներ մատահական չէ, որ հենց մոտքի էսքիզը եղած է, ոչ մեկը 90 թվականին հետո զոհված չէ։ Այո, մահացած տղայք կան, մեկ չէ, առաջի 3-ը աջունները կան, իրենց մահով մահացած էր, Թուրքեն Յանիկյանը աջունները կա, եթե կարողանանք մնացած աջուններն ալ բերել, բայց սրանք սիմվոլիկ անուններ են, քարեր են, Վրիժառու տղաները, կազմակերպությունը բարձ է, իր անունով ամեն ինչ ասվում է, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ, իսկ մեր համար Հայաստանը, Հայաստանի այսօրվա հանրապետությունը չէ, իշոս որոշ մարդկանց նոր Հայաստանը չէ, մեր Հայաստանը շատ ավելի հին է, շատ ավելի մեծ է, քան թե անկախության մեր օրերից, շատ ավելի մեծ է, մենք ունեցել ենք եւ պետականություն եւ թագավորություն եւ ամեն ինչ, ինչ որ շատերը խոսում են ունեցել ենք, չենք ունեցել, ես կարծում եմ, որ պետականությունը ամեն մեկ հայ քաղաքացի ուղեղի մեջ պետք է դա, ոչ թե կառավարության։ Պետությունը դա է, պետությունը քաղաքացի է, այսինքն քաղաքացի գիտակից քաղաքացի, որը ունի իր հայրենիքի նկատմամբ եւ պարտավորություններ եւ իրավունքներ։ Ու մենք հավատացել ենք միշտ, ու մենք պայքարել ենք եւ ցեղասպանության ճանաչման իրականությանը եւ որոշ նպատակների հասել ենք այսօր աշխարհի հարյուրավոր երկիրներ, եթե ցեղասպանությունը ընդուներեն թվականները գիտենք, այդ զինյալ ազատագրական պայքարը մեծ թեր ունեցել է այդ գործի մեջ։ Չեմ հերքում մնացածի թերը, բայց բոլորն են հիմնական զինյալ ազատագրական պայքարներ, որ արիտ տվավ այդ պետությունները ճանաչելու։ Այսինքն, եթե ուժեղ ես, մարդիկ քեզ խախտում են, եթե ոչ, դու ոչինչ արժանի չես։ Այնպես որ ուժն է ծնում իրավունք։ Ուժն է ծնում իրավունք, մի երկու բառ Վան գործողությունից։ Վան գործողությունը շատ կարճ ասեմ, Վան գործողությունը կատարվեց 81 թվականին։ Իդեպ մենք գիրք ունենք, չէ՞։ Վան գործողության գիրք ունեմ։ Սեպտեմբերի 24-ին կատարվեց, իրականացվեց այդ գործողությունը, Փարիզում թուրքական հյուպատոսարանի քրավուներ, հաջողվեց գործողությունը, 4 տեղեքով ողջ մնացինք, 16 ժամ բայեցինք հյուպատոսարանը, մեր պահանջները ներկայացրինք, աղմուկը փարսացավ, ճիշտ է 2 հոգի վիրավոր էինք, մեկը ես, մեկը Հակոբը, ով որ ողջ մնացել ենք այսօր, միշտ 2 ընկերները, ասի մեր կեսը չի գա արդեն, մեկը բանդում մահացավ, մյուսը անցած տարվա նոյեմբերին մահացավ հիվանդության պատճառով։ Բանտում։ Չէ, մեկը Ամերիկայում, առաջին ընկերը որ մահացավ, Արամը բանդում, այդպես ասած չագերտալ ինքնասպան եղավ։
16-ան բայեցինք, հետո երանք դուրս, մենք 16 ենք, գնացինք թատարան, թատարանում շատ ուժեղ անցավ։ Հա, գիրքը կա, նկարները մնում։ Ներկայացում էր կա իմիջիալոց։ Հա, կա ներկայացում կա։ Ասեմ, որ ծրանով երևի ես ավարտեմ, կատավարտան ժամանակ ֆրանսիական բոլոր թերթերը գրում են հայերը թուրքերին են թատում։ Ինչը որ այսօր պետք է ելնա նաև հայը միշտ դեղ ունի թուրքին թատելու։ Ճիշտ է։ Մենք այո, աշխարհը ճանաչեց ցեղասպանությունը ու մենք այսօր կասկածի տակ ենք դնում։ Ու այսօր կոչ եմ անում ամեն մեկ հայ, որ չի հավատում մեծ Հայաստանին ու Արևմտյան Հայաստանին, իմ համար նա հայ չի։ Թող գնա ինքնասպան լինի, եթե չի հավատում։ Իր խնդրեմն է։ Ինչ ուզել է։ Իսկ ինչի համար են ուզում քանդեն, ասում են ուզում են ինչ որ քանդեն էս։ Ով ասեց։ Նոր ներքևից էին ասում են ինչ որ բան են անում, որ կարողա քանդեն, եթե ճանաչեն սահմանադրությունը, կարող են դեր։ Հա, եթե հասնեն։ Խնդիր չէ, ես չեմ կարծել, որ այդքան արվի։ Հա։ Չեմ կարծել, որ այդքան արվի, եթե էդել անեն իմ համար սա արդեն Թուրքիա է։ Կարելի է ասել, որ իշխանություններ, սա Հայաստան է մեկ է։ Հա։ Ուրեմն այդ մարդիկ թուրք են։ Այդ մարդիկ թուրք են, դա ապացուցված է։ Այդ աստիճանի ուրեմն ոչ թե մինակ սա պիտի կանտենալ, ընդհանրապես երապոլորը ոչնչացնեն ու վերջանանք։ Հա։ Սարքեն քաղաքացիական քերեզմանատուն ու ավարտեն։ Կամ էլ թուրքական բազար։ Ինչը որ ուզում են անել։ Այս բոլոր դեպքը ըստ թուրքերին տերորիստներ են, հա։ Հա, մենք էլ հետները։ Ողջ հետեւածով չէ, ես չէ։ Մենք էլ Ղարաբաղում եղել են Մենք էլ մեր ցուցակը ուզում են։ Մենք էլ ենք տերորիստներ։ Ամեն բարեկայ մեր իրավունք